Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Ֆրանսիացի գրող Ռեմի դե Գորմոն ասում էր, որ խաղաղության հասնում են լոկային դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել։ Նույն ֆրանսիացիներով սկսենք այսօր, ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն ասում էր, որ յուրաքանչյուր պայմանագիր ավելի շատ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն։ Առաջարկ Հայաստանին նախագիծը նախաձեռնության համակարգող թիմը ներկայացրել է ծրագիր, որի առանցքային դրույթներից մեկը երաշխավորված խաղաղությունն է, եւ այս մոդելի մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել եւ այսօր եւս այդ մասին քննարկելու ենք, եւ ի թիվս այլ առանցքային կետերի կա մեկ մաս, որը նկարագրում է ըստ այս առաջարկի, թե ինչ է երաշխավորված խաղաղությունը, դա վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու եւ ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում, վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլ նաև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն եւ համախմբված հասարակություն։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվել է ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ երաշխավորված խաղաղություն։ Գագիկ Ծառուկյանի խոսքով մենք պետք է դուրս գանք ներկայիս նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ եւ խաղաղության պատրանք վիճակից։ Ընտրությունը խաղաղության ու պատերազմի միջև չէ, անազնիվ է, երբ ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը պատերազմ են ուզում։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Մեր թիմը գնում է ընտրության երաշխավորված խաղաղություն գաղափարով։ Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական եւ իրատեսական մեխանիզմներով ամրագրված եւ վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։ Հայաստանը պետք է անդադար զարգացնի իր պոտենցիալը տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար, աշխատի դաշնակիցների հետ նոր իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։ Տնտեսական անվտանգության մասին խոսելով Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է միտքը, առանց ուժեղ տնտեսության չկա կայուն դիվանագիտություն, չկա հուսալի պաշտպանություն, չկա լիարժեք ինքնիշխանություն։ Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության հիմքն է, պետք է գեղեցիկ խոսքերով ու սուտ հույսերով չմոլորեցնել մեր ժողովրդին։ Ծառուկյանը կարևոր է համարում ԵԱՏՄ շուկայի հնարավորություններից օգտվելը, ոչ թե եղածը քանդելու տրամաբանությունը։ Քանդելը հեշտ է, ասում է, սակայն հետևանքները հաճախ ողբերգական են լինում։ ԵԱՏՄ շուկային զուգահեռ կարիք ունենք նոր տեխնոլոգիաների եւ այստեղ արևմուտքի հետ գործակցությունը չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների ու ներդրումների առումով զարգացման հսկայական պոտենցիալ կա Չինաստանի հետ հարաբերություններում, Հնդկաստանի, ինչպես նաեւ արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի ու աշխարհատնտեսական բարեկամության դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ եւ նպատակային աշխատանք։ Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի եւ արդյունավետ գործակցությամբ։ Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու եւ ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն եւ համախմբված հասարակություն։ Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի եւ անհատների միասնական նվիրված գրագետ աշխատանքը։ Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։
Գագիկ Ծառուկյանի դիտարկմամբ անվտանգության մակարդակն էապես կբարձրացնի նաև այլընտրանքային ճանապարհների հաղորդակցությունների գործարկման Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան ուղղությամբ աշխատանքը։ Հայաստանը պետք է աշխատի նոր խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչման ու ենթակառուցվածքային նոր ծրագրերի զուգահեռ իրականացման վրա։ Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա, մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում։ Այն պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկման եւ աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։ Եվ այս ամենի եւ ավելինի մասին այսօր մենք կքննարկենք մեր հյուրերի հետ, պատմաբան, քաղաքագետ պարոն Սուրեն Սուրենյանցն է մեր հյուրը եւ ռազմաքաղաքական վերլուծաբան պարոն Հայկ Նահապետյանը։ Ազգային ժողովի падգամավոր Էլինար Վարդանյանը, ինչպես նաև արևելագետ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Սկսենք մեր պատկերացումներից։ Ինչ է երաշխավորած խաղաղությունը, պարոն Նահապետյան։ Նախ մենք գտնվում ենք պատերազմի մեջ, արձանագրենք այդ իրողությունը։ Պատերազմը միայն գետնի վրա չի, մարտի դաշտը չի։ Մենք մեծ ճակատամարտ պարտվել ենք, բայց պատերազմը չի ավարտվել։ Այսօր պատերազմը մեր դեմ առնվազն երկու պետություն վարում են տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում։ Այսինքն եթե դա չենք արձանագրում եւ հիմնական գնահատական ու շեշտադրումը մենք դնում ենք միայն գետնի վրա տակ պատերազմով, կարծում եմ մենք արդյունքում պատերազմը տանուլ կտանք։ Այսինքն մենք արձանագրենք, որ այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է, առավելևս որ այսպես կոչված խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր չի կնքվել։ Մեր դիմացի թշնամին որոշել է, որ Հայաստանը պետք է ստորագրի կապիտուլյացիոն պայմանագիր։ Մենք եւս դա ելման կետ որպես ընդունենք։ Այսինքն բոլոր անվերապահ պահանջները պետք է կատարվեն։ Ընդհանրապես ժամանակի ու տարածության խնդիր է եւ մեր դիմաց իրականացում հիբրիդային պատերազմ։ Հիմա խաղաղություն նշանակում է չեզոքացնել բոլոր այն արկա մարտահրավերները, որ նետված են եւ գոյություն ունեցող սպառնալիքները, որոնք որ կան։ Իսկ սպառնալիքները հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից նկրտումներ, հսկայական Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի իբր վերաբնակիչների կամ Հայաստանից գաղթածների համար տարածքի տրամադրում, անվտանգություն աշխատանք տանիք ապահովելով, փոխհատուցում, ռեպարացիա, Ադրբեջանի հիմնավորումը, որ 30 տարի հայկական կողմը շահագործել է իր տարածք անցածող Լեռնային Ղարաբաղը, հսկայական գումարներ աշխատել եւ դա պետք է փոխհատուցի։ Մենք մարտի դաշտում պարտվել ենք, Ադրբեջանը գնահատում որ պատերազմում ենք պարտվել եւ ռազմական տուգանք, կոնտրիբուցիա, դա եւս ընդ որում փոխհատուցման գումարի մասին արդեն կա խոսակցություն գործնականում 160 միլիարդ դոլար։ Եվ վերջնարդյունքում 300,000 փախստականներ, որոնք ըստ Ադրբեջանի 88-91-ին են դուրս եկել, որը իրականության չի համապատասխանում, մոտ 3 անգամ թիվը ուռճացված է, եթե այդպես վերցնենք, ապա նույն Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հիմնավորել, որ դա ընդհանրապես թվերն է, իրեն ժառանգներով 1 միլիոն։ 1 միլիոն ադրբեջանցի գալիս է Հայաստան, տեսականորեն, հա, նայենք, Հայաստանում բավականին լուրջ արտագաղթ է լինում եւ ստեղծում է երկու ժողովուրդների կողմից նոր պետություն։ Հայաստանի Հանրապետության ներկայիս հանրապետության լուծարման հեռանկարով։ Այսօր մեր խնդիրն է այդ ամեն ինչի դեմը առնել, մարդկանց բացատրել, վտանգները առարկայապես գնահատել եւ ինչպես առնել։ Ես կարծում եմ, որ այն առաջարկը երաշխավորած խաղաղություն, որ տրված է, այդտեղ բավականին բանալի ձևակերպումներ կան։ Որոնց մենք կանդրադառնանք։ Տիկին Վարդանյան։ Հարգելի պարոն Նահապետյանը խոսեց պատերազմի մասին, այսինքն այն, որ մենք խաղաղության փուլում չենք եւ այս պահին պատերազմի փուլում ենք։ Ես մի քիչ այլ կերպ կձևակերպեի, ես կասեի, որ այս պահին պարզապես չպատերազմի փուլում ենք։ Այսինքն կոչել այս իրավիճակը խաղաղություն թեևս միամտություն կլինի, հետեւաբար մենք գտնվում ենք չպատերազմի փուլում, որը ցանկացած պահի հղի է պատերազմով։ Հիմա ինչ ենք հասկանում երաշխավորած խաղաղություն ասելով, առաջարկ Հայաստանին ծրագրում ըստ էության մանրամասն դրա մասին խոսվում է, ես ուզում եմ առանձնացնել մի ինձ համար կարևոր կետ։ Խոսքը վերաբերում է ստրատեգիական պլանավորման հորիզոնին։ Տեսեք, մենք այնպիսի փուլում ենք գտնվում, որ մեզանից որևէ մեկը չի կարողանում պլանավորել իր հետագան, իր ապագան։ Մենք լավագույն դեպքում պլանավորում ենք մի քանի ամսվա կտրվածքով։
Եվ հասարակության մոտ արդարացիորեն հարց է առաջանում, ինչ է լինելու գարնանը, իսկ ինչ սպասենք ամռանը, ինչպես պլանավորենք մեր երեխաների ապագան։ Եվ հետևաբար երաշխավորված խաղաղությունը հենց պետք է բերի առաջին հերթին այդ պլանավորման հնարավորությունը։ Երաշխավորված խաղաղության կարևորագույն կոմպոնենտ է ինձ համար նաև հասարակության համերաշխությունը, որովհետև հասարակության համերաշխության պայմաններում է, որ հնարավոր է ստեղծել դիմադրողականություն եւ այդ դիմադրողականության պայմաններում երաշխավորել անվտանգությունը, այս սա մի քանի կոմպոնենտով է, հա, եւ ներքին եւ արտաքին անվտանգություն, տնտեսական անվտանգություն, սոցիալական անվտանգություն եւ իրավական անվտանգություն, ինչու՞ չէ։ Հետևաբար առաջին քայլերը, որոնք որ այս երաշխավորված խաղաղության շրջանակում պետք է արվեն, դա հասարակության համերաշխության հասնելն է։ Եթե որևէ մեկը կասի, որ սա խաղաղության հետ կապ չունի, ես կարծում եմ ընդհանրապես չի հասկանում, թե խաղաղությունը իրենից ինչ է ներկայացնում, եւ նաեւ երաշխավորված խաղաղության պայմաններում պլանավորման հորիզոն։ Որքան ստրատեգիական պլանավորման հորիզոնը հստակ է, այնքան մենք կարող ենք խոսել խաղաղության մասին։ Դա կնշանակի, որ ներդրողը արդեն երաշխավորված կարող է պլանավորել իր հետագա ներդրումները։ Դա կնշանակի, որ հայրենիքը պահպանող զինվորը իր հույսը միայն զենքի վրա չի դնի։ Դա կնշանակի, որ մեր երիտասարդները ի վերջո Հայաստանից հեռանալու այսպես ակնկալիքով չեն ապրի, որովհետև իրենք իսկապես կկարողանան պլանավորել իրենց ապագան։ Պարոն Սուրենյանց, անցած շաբաթվա ընթացքում կարծեմ, երբ որ պարոն Ծառուկյանը հրապարակեց երաշխավորված խաղաղության թեզը, հնարավորություն ստեղծեց պոլեմիկան, կեղծ մի պոլեմիկա փոխել։ Իսկ միջ այդ իշխանությունը, գիտեք, փորձում էր առաջիկա ընտրական կամպանիան դիտարկել պատերազմ թե խաղաղություն կեղծ այդ երկընտրանքի պրիզմայով, ինչու կեղծ։ Որովհետև նոր պարոն Նահապետյանը եւ Տիկին Վարդանյանը շատ մանրամասն նկարագրեցին, շատ երկար դրա վրա չեմ կանգնի, որովհետև մենք փաստացի խաղաղություն չունենք եւ այդ կեղծ թեզի շրջանառությամբ իշխանությունը փորձում էր փակել քննարկումների դաշտը իրական բովանդակային, որ կարող է այս թեմայի շուրջ լինել։ Իրականում, եթե առաջիկա ընտրական ցիկլում այս թեման առանցքային է դառնալու եւ քննարկվելու է, պիտի քննարկվի խաղաղության մոդելների ընտրության պրիզմայով, որ մոդելն է ավելի հոգեհարազատ, որն է ավելի համարժեք եւ իրական։ Այս առումով երաշխավորված խաղաղության մոդելը արմատապես տարբերվում է այն խաղաղության մոդելից, որի կրող այսօրվա իշխանությունն է։ Իսկ դա ինչ մոդել է, դա միակողմանի զիջումների վրա հիմնված, ուժի պարտադրանքի վրա հիմնված, պերմանենտություն ենթադրող զիջումների իմաստով մի հատ մոդել է, որը ոչ թե խաղաղությանը տանում, այլ տանում է պետականության քաղաքակրթության հիմքերի ոչնչացման, կամ ինչպես շատ դիպուկ պարոն Նահապետյանը նկարագրեց, Հայաստանի տարածքում մի հատ միավորման ստեղծման հեռանկարի վրա, որը ֆորմալ առումով է հայկական լինելու։ Հիմա ինչ է երաշխավորված խաղաղությունը։ Երաշխավորված խաղաղությունը իրավական պարտավորությունների համակարգը հստակ գործող։ Երաշխավորված խաղաղությունը հատկապես թույլ եւ պարտված երկրների համար միջազգային երաշխիքների եւ վերահսկողական մեխանիզմների համակարգը։ Եթե այդպիսիք չկան, այդ խաղաղությունը թղթի վրա է եւ ուժային բալանսին ենթարկվող, իսկ ուժային դիսբալանս կա հայ-ադրբեջանական հարաբերություններում, հետեւաբար որևէ փաստաթուղթ, եթե ինքը միջազգային երաշխիքներ կամ վերահսկողության մեխանիզմներ իր մեջ չի պարունակում, այդ փաստաթուղթը զրոյական արժեք ունի իրական խաղաղության հաստատման տեսանկյունից։ Շատ դիպուկ նկատենք, որ առաջարկ Հայաստանի նախագիծը ըստ էության բոլոր հնարավորությունները ունի տրանսֆորմացվելու Հայաստանի առաջարկն աշխարհին, այսինքն այդ երաշխավորված խաղաղության կոնցեպտով դա ըստ էության վերածվում է Հայաստանի առաջարկը աշխարհին, որովհետև ինքնանպատակ չի, չէ՞, ծրագրային համախումբը, որ առաջարկվել է մեր հասարակությանը, եթե դա էլեկտորալ փորձությանը դիմացավ եւ անցավ, դա ըստ էության դառնալու է Հայաստանի առաջարկը աշխարհին։ Բայց ընտրողին հասարակության այն մարդուն ում ուղղված է այդ խաղաղության երաշխավորված խաղաղությունը պետք է նաև ցույց տալ իրականության ճանապարհը, ինչպես ճանապարհով դառնում է դա հասարակության կամ Հայաստանի առաջարկը աշխարհին, հենց դա եմ ասում։ Եվ այստեղ ես Տիկին
Վարդանյանը շատ դիպուկ նկատեց։ Ինստիտուցիոնալ խաղաղության կամ երաշխավորված խաղաղության ամենակարևոր բաղադրիչներից մեկը հանրային համերաշխությունն է, որովհետև միայն ամրակայունությունը երկրի միայն կարելի է ուժեղացնել մի քանի կոմպոնենտով։ Հանրային համերաշխություն, արդյունավետ կառավարում, ուժեղ տնտեսություն, դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ, այլընտրանքային կոմունիկացիաներ եւ այո ստրատեգիական պլանավորման հնարավորություն։ Այն ինչից Հայաստանը հատկապես 2018-ից հետո զրկվել է կամ 20-ից հետո լավ։ Պարոն Սուրյանյաց, այդ ամենին հերթով ճանապարհային քարտեզին կանդրադառնանք, լսենք պարոն Մելքոնյանին երաշխավորած խաղաղության բանաձևով եւ արձանագրումով նաեւ կարծիքներին։ Նախ ես ուզում եմ փաստել, որ հատկապես արևելքում դուք մեջբերեցիք սկզբից ֆրանսիացիների, բայց հատկապես արևելքում երկարատև խաղաղություններ չեն լինում եւ ամբողջ պատմության ընթացքում աշխարհի տարբեր գերտերությունների շահեր բախվում են արևելքում եւ այդ կարող ենք նայել ցանկացած դար եւ այդ դարերում միշտ այդ բախումը եղել է եւ այսօր էլ հենց մեր օրերում մենք տեսնում ենք այդ ամենի 21-րդ դարի նորօրյա այսպես դրսևորումներ։ Հետևաբար ապրել արևելքում, իսկ մենք ի վերջո ապրում ենք արևելքում, ինչքան էլ որ ունենանք մի քիչ տարբերվող քաղաքակրթական նկարագիր եւ չհասկանալ արևելքի խաղի կանոնները, դա նշանակում է չհասկանալ պատերազմի վերահաս վտանգը եւ չհասկանալ խաղաղություն հաստատելու եւ խաղաղության երաշխավորված լինելու այս ամբողջ ինստիտուտը։ Հետևաբար առաջինը ինչ որ մենք պետք է ֆիքսենք, որ աշխարհը հիմա փոխվել է մեր աչքի առաջ, խաղի կանոններ չկան, զսպող մեխանիզմներ չկան եւ աշխարհը նման է կարծես առանց լուսացույցի մեծ երթևեկության, որտեղ չկա կարմիր, կանաչ, փակ երթևեկություն, փակ փողոց եւ այլն, տեղի է ունենում ըստ այդ տրամաբանության գործընթացներ։ Ինչ է նշանակում այս ամենը, եթե փորձում ենք այս ամենի մեջ պրոյեկտել երաշխավորված խաղաղությունը, իհարկե շատ դժվար է այս քաոսային վիճակում այսպես մտածել երաշխավորված խաղաղության մասին, բայց այն կոնցեպտը, որ ներկայացված է, ես կարծում եմ բավական լուրջ վերլուծության արդյունք է եւ ուզում եմ առանձնացնել հետեւյալ մի քանի դիտարկումներ։ Առաջինը, երաշխավորված խաղաղությունը դա իրավիճակի, աշխարհի տենդենսների ընկալումն է։ Առաջինը դու հասկանում ես միջավայրը, թե ինչպիսին է միջավայրը եւ նոր սկսում ես մտածել, թե այդ միջավայրում ինչ գործիքակազմ ունես խաղաղություն հաստատելու եւ արդյոք քո ունեցած նախկին գործիքակազմը հնացած չէ եւ դրանցով արդյոք հնարավոր է երաշխավորել խաղաղություն։ Երկրորդ հանգամանքը երաշխավորված խաղաղությունը պետք է հատկապես հիմա լինի գիտելիքահեն, հենված լինի փաստերի, վերլուծությունների, գիտելիքի վրա, լայն իմաստով գիտելիքի վրա, որովհետեւ առանց այդ ամենը հաշվի առնելու ուղղակի ասել, որ խաղաղություն դա չի բերելու խաղաղության։ Եվ այն պետություններն են շահում, որոնք կարողանում են իրենց կոնցեպտները, այդ թվում խաղաղության կոնցեպտը երաշխավորված դարձնել, երբ որ դա հենում են գիտելիքի վրա, փաստի վրա, աշխարհը ընկալելու, տարածաշրջանը ընկալելու, իրողությունները ընկալելու վրա։ Հետևաբար առաջին քայլը ես կարծում եմ հենց դա է։ Մեր երկրին պատուհասած վտանգներից ամենամեծը կարծում եմ տգիտությունն է, գրագիտությունից հեռացումը եւ դա նաեւ դրսեւորվում է տարբեր ոլորտներում, նաեւ այս ոլորտում, որ կարող են խոսել խաղաղությունից առանց հասկանալու դա կառուցելու գիտական, գիտելիքահեն մեթոդներ։ Եվ եթե ավելի մատչելի է այսպես ձևակերպումը, երաշխավորված խաղաղությունը դա կարճատևության զգացման բացառումն է, որ դու չունենաս այդ զգացումը, որ քո խաղաղությունը շատ կարճատև է, տևելու է 1 օր, 1 ամիս եւ Սպասենք թե երբ կավարտվի։ Երաշխավորված խաղաղությունը դա WhatsApp-ի զանգի վրա հույս չդնելն է, որտեղ WhatsApp-ը կարող է մի օր չաշխատել, բաժանորդը կարող է լինել անհասանելի կամ այլ գործերով զբաղված։ Այո, եւ չի կարող պետությունը հույսը դնել WhatsApp-ի վրա, WhatsApp-ի հեռախոսազանգի վրա։ Դա չերաշխավորված խաղաղությունն է։ Երաշխավորված խաղաղությունը WhatsApp-ի այդ ընկալման բացառումն է եւ նաեւ եթե մենք կառուցում ենք, քանի որ խաղաղությունը կառուցում են, կառուցման համար առաջին հերթին պետք է լավ հիմք, ֆունդամենտ։ Եթե դու կառուցում ես խարխուլ հիմքի վրա,
ուզում ես 50 հարկ կառուցի, ուզում ես գեղեցիկ երեսպատում արա, միևնույնն է փլվելու է։ Հետևաբար այդ հիմքն է կարևոր։ Այ երաշխավորված խաղաղության պարագայում առաջին հերթին պետք է ուսումնասիրել այդ հիմքը, ֆիքսել, թե ինչպես է կարելի դնել սյուները խաղաղության, որոնք մեզ տան երաշխավորված բնույթ։ Պատկերավոր այդ հիմքը ովքեր են։ Հասարակությունը։ Պատկերավոր հիմքը կարծում եմ ստեղծված իրավիճակն է, այսինքն աշխարհի եւ տարածաշրջանի իրավիճակի ընկալումն է, ճշգրիտ։ Ոչ թե ըստ քո պատկերացրածի, ըստ քո երազածի, այլ ճշգրիտ։ Դրա համար եմ խոսքիս մեջ անդադ ասում, որ գիտելիքահեն, գիտության վրա հենված, որ ֆիքսեն, եթե շենք են կառուցում, չեն դիմում, ասենք օրինակ ծաղկավաճառների, դիմում են կոնկրետ մասնագետների, չէ, որոնք գեոդեզիստների, որոնք ուսումնասիրում են։ Հիմա մենք պետք է խաղաղության գեոդեզիստների դիմենք, որոնք ուսումնասիրեն այդ հենքը եւ տան այսպես երաշխավորություն կամ տան եզրակացություն, այստեղ կարելի է խաղաղություն կառուցել այս պարագայում, այստեղ կարելի է կառուցել 5 հարկանի շենք կամ 50 հարկանի շենք, բայց կարծիքը պետք է տան մասնագետ մարդիկ, չգիտեմ, գիտելիքահեն, այսպես կարծիք տրվի, դրա համար պետք է տարածաշրջանի աշխարհի խաղի կանոնները, ստեղծված իրավիճակը, անցյալի ներկայի իրողությունները ճիշտ ընկալվի եւ ըստ դրա կառուցվի, թե չէ ցանկալին այսպես իրականության տեղ ներկայացնելով հնարավոր չէ կառուցել խաղաղություն եւ հնարավոր չէ պարզորենացը նշում է, որ հիմա իշխանությունները քարոզում են խաղաղություն եւ այլընտրանք ներկայացնում, որ եթե մենք չընտրեք պատերազմ լինելու, հիմա խաղաղություն է, հանգիստ կարող եք եգիպտացորեն ուտել, բայց դա այդպես չէ իրականում, որովհետեւ այդ ասելով չէ, որ խաղաղություն է լինում, այլ պետք է մեր ժողովուրդը ունենա տեսանելի հիմնավոր երաշխիքներ խաղաղության մասին։ Այս առաջարկ Հայաստանի նախաձեռնության համակարգող թիմի հետ հայտարարությամբ եւս նշվում էր, որ անազնիվ են հասարակության հետ, երբ ասում են, որ իրենց այլընտրանքը պատերազմն է կամ նշվում էր հատուկ, որ չկա որևէ քաղաքական ուժ, որն ուզում է պատերազմ։ Բնականաբար սա չի քննարկվում, չկան Հայաստանում մայրեր, ովքեր ուզում են պատերազմ լինի, բայց ինչպես պետք է հասարակությանը հասցնել այն իրավագիտակցությանը կամ տալ ապացույցը, որ այդպես չէ եւ իշխանափոխության պարագայում այլընտրանքը պատերազմը չէ, բայց նաև դրան նպաստող այլ հանգամանքներ կան, երբ ընդդիմությունը կամ մարդիկ, ովքեր քաղաքական համաձայնություն չունեն իշխանության հետ, ասում են, որ դուք կատարում եք Ալիևի պահանջները։ Հետևաբար, արդյոք կարող է մեկ ընտրող ցանկացած քաղաքական ուժի հարցնել, իսկ եթե չկատարեն Ալիևի պահանջները, այդ դեպքում ինչ է լինում։ Չկատարի մեկ այլ քաղաքական ուժ, որը կգա իշխանության, չկատարի Ալիևի պահանջները, ինչ է լինում։ Ինչպես պետք է այս նուրբ այս ու այն կողմը հասանելի դարձնել հասարակությանը։ Ի վերջո քվեախցիկում, այո, առանց խաբելու, որովհետև հասարակությունը շատ լավ ամեն ինչ հասկանում է։ Պարոն Մալքոնյանը նոր շատ հստակ մի ձևակերպում տվեց, որ փաստահեն պիտի լինի, գիտելիքահեն կամ փաստահեն ցանկացած արգումենտ։ Հակառակ պարագայում, այո, դա ավազի տամպես փլվելու է, որովհետև հիմնված է լինելու պատրանքների, ցանկությունների, բայց ոչ երբեք իրականության վրա։ Այո, շատ նուրբ թեմաներ դուք բարձրացրեցիք, որտեղ մենք գիտենք, որ իշխանության մեդիագրոյի հետ գործ ունենք, որը շատ ագրեսիվ է եւ հաճախ թյուրիմացության մեջ է գցում հանրային շատ լայն շերտերի։ Այն, որ այս իշխանության հոմանիշը ամենևին էլ խաղաղությունը չի, պատմությամբ հաստատված բան է։ Սա երրորդ հանրապետության թերևս պատերազմի հետ ամենաասոցացվող իշխանությունն է։ Դա փաստերով հաստատված փաստ է։ 3 պատերազմ, ի վերջո Արցախի կորուստ, ի վերջո խեղված պատկերացում խաղաղության մասին, որտեղ խաղաղություն հայտարարություն չի, դա բալանս է։ Առաջին հերթին չկա բալանս, չկա խաղաղություն։ Հաստատ խաղաղության բանալին որևէ հակառակորդի բոլոր պահանջները կատարելի չի, որտեղ դա ի վերջո բերելու է մի հատ վիճակի, որ այլևս կատարելու որևէ բան չես ունենալու, հասնելու ես պետականության ամրոցի բանալիները հանձնելու կետին։ Դա արդեն կամ էլ պայմանական ասած իմ ամենախաղաղ կետը գուցե աշխարհում Ստեփանակերտն է։ Բայց արդյոք դա բովանդակային խաղաղության բանաձև է։
Ես այնպես ձեր հարցը հասկացա, որ այ ինչ հակապրոդուկտ պետք է ներկայացնենք հասարակությանը, Այդ հարց տվող քաղաքացու։ որի քաղաքացուն, որը դրա մեջ տեսնի արժանապատիվ կամ ինստիտուցիոնալ կամ երաշխավորված խաղաղության բանաձևը։ Սա պիտի այդ կոնտրպրոդուկտը պիտի բացառապես հենված լինի ռեալիզմի վրա, որտեղ իշխանության ուրացմանը չի կարելի քաղցր ստով պատասխանել։ Դա ավելի վտանգավոր է, որտեղ ուրացում ավելի շոշափելի է ցավոք սրտի, քան քաղցր սուտը, չէ, որին ինչպես շատ դիպուկ նկատեցիք, հասարակությունը չի հավատում։ Այդ առումով երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որ ներկայացվել է, շատ կոնկրետ բաղադրիչներ է նշում։ Ոչ թե հեքիաթները, կենացները, ցանկությունները, կամ ինչ-որ տեղով Արցախ հասնելու անիրական ցանկություն, այլ շատ կոնկրետ բաներ։ Այդ կոնկրետ բաները նշանակում է առաջին հերթին ներքին կյանքի բարելավում, դրա մեջ մտնում են թե ստրատեգիական պլանավորումը, թե մարդկանց կյանքի որակի բարելավումը, թե հանրային համերաշխությունը, որտեղ եթե դու քո հասարակությանը բարիկադավորել ես, Ովքեր են քանդելու այդ բարիկադները։ Ինչպես են քանդելու։ հանրային համերաշխությունը։ Ինչպես։ Շատ հասարակ, տեսեք, դրա առաջին մոդելը քաղաքական պատասխանատվության ինստիտուտի վերադարձնա երկիր։ Հիմա ի՞նչն է Հայաստանում բացակայում։ Քաղաքական պատասխանատվությունը։ Մարդը դեմոկրատիայի ամենակարևոր սկզբունքը չի գիտակցում։ Ինքը ասում է, ես մանդատ եմ ստացել, ինչ ուզեմ կանեմ։ Մարզումը հասավ այնտեղ, որ ասացին կարող ենք կոնկրետ մարդու անուն նշել, արգելել նրան ընտրություններին չմասնակցի, որովհետև քաղաքական մեծամասնություն եք։ Երբ որ չկա իշխանության կողմից քաղաքական պատասխանատվության ընկալում, հասարակության մեջ բոլոր կանոնները ոչնչացվում են։ Հետևաբար նոր իշխանությունը առաջին հերթին պետք է լինի քաղաքական պատասխանատվության կրող։ Կոնկրետ այս ծրագրով, կոնկրետ այս չափորոշիչներով գալիս եմ իշխանության, պատասխանատու եմ այսպես բաների համար։ Մի շարք օրենքներ եւ վարքագծային կանոններ կան, որ այսօրվա իշխանությունը ունի, դրանք պետքա վերանայվեն։ Օրինակ գիտեք, չէ, Տիկին Էլինարը կհաստատի, տասնյակ օրենքներ են ընդունել, իբր հակակոռուպցիոն իրենց էությամբ բան, բայց այդ օրենքները ոչ մի ձևով արդարադատության իրականացմանը չեն նպաստել, ընդհակառակը խորացրել են այդ բաժանումները հասարակության մեջ, թիրախավորել են, ասենք, հարուստներին, թիրախավորել են մի դեպքում արցախցիների, մի դեպքում հասարակական այլ խմբի եւ այլն եւ այլն։ Հասարակական համերաշխության հիմքում պետք է լինի ընտրությունների ինստիտուտը, պատասխանատվության ինստիտուտը, թափանցիկության ինստիտուտը։ Սրանք շատ կարևոր են։ Երկրորդը պետքա ռեալիզմի վրա կառուցվեն բոլոր տեսակի քաղաքականությունները։ Այդ թվում տնտեսության հարցում տրենդային կամ մոդայիկա չէ խոսել եվրոինտեգրման մասին։ Հենց որ հարցնում ես այդ եվրոինտեգրումը ինչ է, չէ՞ դատարկ խոսքեր են։ Կամ ինչպես։ Հա, կամ ինչպես դատարկ խոսքեր են։ Դրա համար ամենակարևոր բանը այս կոնցեպտի խարսխումը հանրային համերաշխության վրա, ռեալիստական արտաքին բալանսավորված, դիվերսիֆիկացված, իրական դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, որակյալ արդյունավետ կառավարում։ Այս երեք հատկանիշները ձեր հարցի պատասխանը կտան։ Բայց մինչ այդ ընտրարշավի ողջ ընթացքում ընդդիմությունը շեշտը պիտի դնի այսպիսի ծրագրային փաստաթղթեր հասարակությանը մատուցելու վրա, որտեղ կբացառվի սուտը, կերևա մարդկանց պատասխանատվություն ստանձնելու ցանկությունն ու կարողությունը եւ ամենաառաջինը իրատեսականությունը։ Մեր բոլոր շարժումները, բոլորի նկատմամբ ամենայն հարգանքով, բոլոր հետպատերազմյան փուլի շարժումները, ինչ-որ ձեռնարկներ ձախողվել են, որովհետև ցավոք սրտի ինչ-որ փուլից գայթակղությունը մեծ է եղել իշխանության ուրացմանը պատասխանել քաղցր ստով։ Այսինքն ժողովուրդը չի տեսել այն իրատեսական ծրագիրը, որ կարող մի քիչ դառնահամ լինի, որտեղ ցանկացած ճշմարտություն մի քիչ դառնա, չէ՞ լինում։ Դե հաբերն էլ քաղցր չեն։ Այո։ Բուժվելու համար։ Լսենք։ Այո, լսենք ինչ են մտածում մեր քաղաքացիները։ Ինչպես
ես ունենալ երաշխավորված խաղաղություն։ Եթե տեսնում ենք, որ մեր թշնամին զինվում, ամենք է պետք է զինվենք, ամենայն դեպս միակ երաշխավորիքը առաջի դա է։ Եթե թշնամին իմանա, որ հակահարված կստանա, այդ դեպքում ինքը չի փորձի պատերազմել։ Ես ընդհանրապես պայմանագրին չեմ էլ հավատում։ Չեմ հավատում, երբ պայմանագիրը լինում է, խաղաղություն են պահանջում, երբ ասենք Ալիևը խաղաղություն ա ուզում, թող սկզբից մեր գերիներին հետ բերի առանց որևիցե հարցման։ Հոգու խաղաղություն մինչև չլինի, խաղաղություն չի լինի։ Մեզ պետք է ամուր կառավարություն, ամուր, խելացի։ Այդ Ալիևը որ ասացն է արել, որ մեկը, ինչքան տարածք կա, սա ուզում է այդ մարդը, ինքն էլ երևի չի հասկանում ինչ է ուզում։ Երբ գերիների հարցերը լուծվի, արդեն կհասկանանք, որ Ալիևը իրոք խաղաղություն է ուզում։ Խաղաղության համար խաղաղություն է պետք։ Ինձ համար կարևորը, որ ամեն մի պետություն հարգի մյուս պետություններին։ Այդ դեպքում ինձ թվում է խաղաղությունը կլինի։ Միայն զենքը, միայն ուժը կարող է ապահովել տվյալ պետության խաղաղությունը, մարդկանց խաղաղությունը։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Բոլոր պետությունները առանձին քայլ կատարելուց առաջ մտածեն, ինչու են այդ քայլը անում։ Բոլոր սեղանի շուրջ այդ հարցը դնեն ու քննարկեն։ Ու ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնել այսօր։ Ոչ մեկ է ասածը ոնց որ հաշվի չեն առնում։ Մենք զինված լինենք, ուժեղ լինենք, համախմբված լինենք, դա է։ Մենք բոլոր պետությունների հետ պետք է լինենք լավ հարաբերությունների մեջ, որպեսզի մեր երկիրը մենք կարողանանք զարգացնենք։ 1930-40 թվականին սովետական միությունը Գերմանիայի պայմանագիր կնքեցին, Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիրը, եւ ինչ եղավ։ Մեծ հայրենական պատերազմ։ Պարոն Մելքոնյան, նույն բանաձևի մասին հասարակության վերաբերող, քանի որ նաև լսեցինք հասարակության ներկայացուցիչներին, ինչ կասեք դուք։ Տեսեք, հասարակությունը արդեն իսկ այսպես պատասխանը կարելի ասել որոշակիորեն հնչեց, բայց եթե տեղափոխենք քաղաքականից հարցը ավելի կենցաղային մակարդակ, Ալիևը քաղաքականության մեջ անհակ պահանջներ ունի եւ անդադ իր պահանջները ներկայացնում։ Բայց այդպես է դասավորված մարդկության մտածելակերպը։ Մարդիկ իրարից միշտ ինչ-որ պահանջներ ունեն եւ երբ են այդ պահանջները կանգ առնում, երբ որ լինում է որոշակի դիմադրություն, եւ դա պարտադիր չի որ լինի պատերազմը, ծեծը, կռիվը եւ այլն։ Մարդկային ինչ որ նայենք հասարակությունները, ինչպես են դասավորված են հենց այդ բալանսի վրա, որ եթե հարևանդ ուզում է, չգիտեմ, քո հողամասը վերցնել, դու պետք է ունենաս ինչ-որ մեխանիզմներ դա պաշտպանելու եւ դա անպայման չի որ լինի պատերազմը։ Հիմա Ալիևի պահանջները Հայաստանի նկատմամբ ուղիղ համեմատական են Հայաստանի չգոյությանը։ Այսինքն, եթե մարտավարությունը այն է, որ մենք պետք է կատարենք Ալիևի բոլոր պահանջները, եւ լավ կլինի։ Լավ չի լինելու։ Այսինքն դա չի լինելու ուղղակի, ոչ թե լավ կամ վատ, այլ ուղղակի չի լինելու, որովհետեւ այդ պահանջների մեջ եթե նայենք, չգիտեմ, արևմտյան այսպես կոչված Ադրբեջան, 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձ, մարդը Երևան մայրաքաղաքը չի ճանաչում որպես հայկական։ Հիմա եթե մենք պետք է սկսենք Ալիևի բոլոր պահանջները կատարել, ուրեմն պետք է Երևան մայրաքաղաքից էլ ինչ-որ մի պահի հրաժարվենք, ասենք դե գիտեք ինչ է, Ալիևը ուզում է, եկեք հետ գնանք մեր հին մայրաքաղաք, չեմ, Դվինը կամ Արտաշատը։ Եթե Ալիևը եթե Ալիևը դա չի ուզում։ Հետևաբար սա ճանապարհ չէ, եւ ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն, որ դու տարբեր մեթոդներով, տարբեր գործիքներով, բայց կարևորը որ այդ գործիքները աշխատող գործիքներ լինեն, դու կարողանաս կանսեցնել։ Եվ հիմա նայեք, մեր սիրելի հասարակությունը նաև ներկայացնենք, որ աշխարհում է այդպես խաղի օրենք, որ բոլորը ինչ-որ բան են ուզում։ Հիմա Դոնալդ Թրամփը Գրենլանդիան է ուզում։ Ով այսպես խաղաղ երկնքում միանգամից ամպրոպ ճայթեց, երբ ԱՄՆ նախագահը ասաց, ես ուզում եմ Գրենլանդիան, ինչև այդ ուզում եմ Կանադան, հետո էլ Վենեսուելան։ Թվում էր թե այդպես բան ակնկալել հնարավոր չէ, բայց եթե Թրամփը ուզում է Գրենլանդիան, ապա Ալիևը կարող է ուզել Երևանը, այն մյուսն էլ կարող է ուզել ուրիշ բան։ Իսկ մեխանիզմները որոնք են հիմա, եթե բոլորը համաձայնվեն կատարել այդ ուժեղների կամ տվյալ պահին ուժեղ դիրքում գտնվողների պահանջները, ուրեմն աշխարհի այս ընդհանուր բալանսը կխախտվի։ Երաշխավորված խաղաղությունը
հենց այդ բալանսի վերականգնումն է եւ բալանսի ընձեռած գործիքների կիրառումն է։ Եվ նաեւ գիտեք ինչ, այդ հասարակությանը խաբելու հետ կապված բնականաբար հասարակությանը չի կարելի խաբել, բայց մեծագույն խաբեություն ես ինչու՞մ եմ տեսնում։ Խաղաղության քարոզիչները, տվյալ պահին այս իշխանությունները, իրենց դիրքավորելով որպես խաղաղություն բերողներ ու խաղաղության քարոզիչներ, հենց դրանով խաբում են հասարակությանը։ Ինչու՞։ Որովհետև 2020 թվականին իրենք չեն հասկացել համաշխարհային process-ները, իրենք չեն հասկացել տարածաշրջանային իրավիճակը եւ չեն կարողացել այլ հարթակներում կասեցնել պատերազմը։ Իրենք ի վերջո հիմա որ ասեմ պատերազմ են բերել, դա չի նշանակում, որ իրենք ուզում էին կամ չգիտեմ հիմա այլ մեկնաբանություններ տան, բայց եթե դու իշխանություն ես ու չես կարողանում կասեցնել պատերազմը եւ ինչ որ պոպուլիստական հայտարարություններ ես անում ընդհակառակը թեժացնելով այդ գործընթացը, դա խոսում է, որ դու չես հասկանում խաղաղության տրամաբանության մասին, դու պատկերացում չունես երաշխավորված խաղաղության մասին, դու չես հասկանում տարածաշրջանի նային իրողությունները ու դու տանում հանգեցնում ես քո պետությանը կանգնելու պատերազմի շեմին։ Հիմա այդ նույն ուժը, որը այդ ամեն ինչում ձախողվել է, չի գիտակցել, չի ընկալել, հիմա ասում է ես ձեզ էլի ուզում եմ խաղաղություն առաջարկեմ։ Որում ասում է խաղաղությունն արդեն եկել է, ոչ թե պետք է գա։ Հետևաբար իրենք պատերազմ բերածները խաղաղության գովազդողներ չեն կարող լինել։ Իրենք պատերազմի եւ այս ամբողջ ողբերգության սիմվոլներ են, ուզեն թե չուզեն, իրենք դա են բերել եւ հիմա իրենք միանգամից այսպես դիրքավորվեն, փոխեն, ասեն, գիտեք, մենք հիմա խաղաղության ավետաբերներն ենք եւ ովքեր որ ասում են մեր դեմ են, ուրեմն իրենք դեմ են խաղաղությանը։ Այդպիսի դա հենց ամենամեծ այսպես հասարակությանը խաբելն է եւ խոսքի սկզբում ասացի, որ արևելքում խաղաղություն չի լինում։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ մեր հասարակությանը պետք է ասենք պատրաստվեք միշտ պատերազմի, բայց կա իրողություններ, չէ՞, որ Գարեգին Նժդեի հայտնի հոդվածը կասում է հիշիր պատերազմ, այսինքն դու չես կարող այս բռնկուն տարածաշրջանում քեզ ընկալել, ասես դու ապրում ես ոչ թե Ադրբեջանի եւ Իրանի կողքին, այլ ապրում ես Լյուքսեմբուրգում կամ Մարոկոյի կողքին ես ապրում, Մոնակոյի կողքին ես ապրում եւ այլ այսպես հետաքրքրություններ կա։ Դու պետք է հասկանաս որտեղ ես ապրում եւ այստեղ պատերազմի տարածք է։ Դու պետք է քո խաղաղության այսպես երաշխիքները կառուցես հասկանալով պատերազմի տրամաբանությունը եւ փորձելով դրանից հեռու մնալ, խուսանավել։ Հիմա հասարակությունների մասին խոսեցինք, այս պահին երբ որ Իրանում տեղի է ունենում Իրանի հանդեպ օրինակ իրենք սպասում էին, թե իրենց զբաղվողները դրապես հասարակությունը ըստ էության մինչև այսօր խոշոր ճաքեր սկսեցան չի տվել, որովհետեւ այդ հասարակությունը 40-50 տարի է պատրաստվում է պատերազմի, որովհետև այդ հասարակությունը գիտի, որ ինքը ապրում է մի տարածաշրջանում, որտեղ կարող է անդադ պատերազմներ լինել։ Այդ հասարակությանը չեն խաբել, դա խաբված հասարակություն չի, եւ քանի որ խաբված հասարակություն չի, պատրաստ է արհավիրքին։ Հիմա եթե դու քո հասարակությանը խաբում ես, դու այդ հասարակության զգայարանները պատրաստ լինելու արհավիրքին նրանից վերցնում ես։ Դրա համար այս իշխանության քարոզը խաղաղության դա մեծագույն սուտ է հասարակության։ Պարոն Նահապետյան, ինչպես նույն հասարակությանը, ինչպես ասացիք, բերել համերաշխության եւ գիտակցության։ Համերաշխությունը ինքը վերացական չի։ Այո։ Խիստ առարկայական է։ Հասկանանք ինչու մեր հասարակությունը կամ ժողովուրդը տարամբռնումների հետևանքով կորցրեց այն հենքը, որի վրա մինչետ կանգնած էր, որովհետև 94 թվականի մայիս 12-ին կնքված հրադադարի ռեժիմով Հայաստանի Հանրապետությունը, պետական ինստիտուտները, երկրի նախագահով կարողացան գործնականում ապահովել այդ խաղաղությունը։ Եվ դա վերացական չէր։ Ավելին, մեր թշնամի պետությունը հստակ գիտեր, որ իր ցանկացած ագրեսիան ըստ արժանավուն պատասխան կստանա։ Հասարակությունը այդ ժամանակ համերաշխեր, որտեղ կար գիտակցումը, որ կա թշնամի, որը հստակ խնդիր է առաջ դրել այս տարածքները Արցախը նախայաթափել եւ Հայաստանի դեմ պատերազմել եւ կար գիտակցումը, որ մեր տեղը որից է մեկը մեր խնդիրները չի լուծի։ Հավաքական առումով այդ գիտակցումը կար։ Ինչ եղավ 18-ին շատ վտանգավոր քարոզչություն սկսեց մտցվել մեր ժողովրդի մոտ, որ
Մեր զավակները զոհվել են հանուն ոչինչի։ Այդ մեծագույն դիվերսիաներից մեկն է եղել։ Այսինքն իմաստազրկել բոլոր են զոհերը, իմաստազրկել բոլոր են զրկանքներ մեր ժողովրդի շարքայինից սկսած, որոնք Արցախյան առաջին ազատամարտում ունեցել են։ Երկրորդ, իմաստազրկել հայրենիք հասկացությունը, իմաստազրկել ցեղասպանություն զոհերի հիշատակը, իմաստազրկել հայնիկի համար պատրաստական սերունդ պատրաստելը։ Այսինքն 18 թվականից մեծագույն տեղեկատվական դիվերսիա արվեց մեր ժողովրդի նկատմամբ իմաստազրկման։ Փոխարենը ճակերտներում ասենք նոր իմաստներ դրվեց։ Այդ նոր իմաստները լավ ապրելներ, բարեկեցիկ կյանքներ, բայց որտեղ կարող էր չաշխատել, բայց ինչ որ ձևով լավ ապրել, հետո ապրել մի Հայաստանում, որը ըստ այդ տարիների եւ ներկայիս քարոզիչների իբր իրական Հայաստան էին։ Իրական Հայաստան այն Հայաստանն էր, որում մենք 88-ից ոտքի կանգնեցինք այդ իրական Հայաստանի համար, կռիվ տվեցինք, հաղթեցինք, կար միակամություն, կար կամավորականների մեջ դա շատ կարևոր է պատերազմում գլխավոր չափորոշիչն է, հա, անձնակազմի կյանքի գնով հրաման է կատարել։ Այդ պատրաստակամությունը կար։ Ես ավելին ասեմ, մեր կամավորական շատ տղաների դեմքին, եթե մահվան վտանգը գար, վախի զգացողություն չկար, ես այդ տեսել եմ, ապրել եմ։ Կար ժպիտ, որով դու քո հայնիկի պաշտպանության համար նահատակվում ես, եւ դա մեծագույն երանությունն էր։ Հիմա պատկերացեք այդ հոգեբանությամբ ժողովրդին բերում են մի վիճակի, որտեղ կյանքի իմաստը լավ ապրելն է, ընդ որում լավ ապրելը ոչ աշխատանքով, ոչ քո ցույց տված արդյունքներով, այլ այնպես, այդպես ստացվի։ Բայց հակառակը այնպես չի, որ ասում են մյուսները ասում են լավ ապրելը վատ է, չէ՞, լավ է։ Նրանք ասում էին լավ ապրելը կյանքի իմաստ չի, պատերազմող երկրում լավ ապրելը ինքը նպատակ չի, ինքը միջոց է։ Մենք առաջին պատերազմում հաղթեցինք, որտեղ ճիշտ գնահատեցինք մեր գոյութենական մարտահրավերներին դիմագրավելու մեր իմաստը։ Իսկ 18-ից հետո, երբ որ սկսեցին արժեզրկել, իրականում թիրախավորվեցին ամեն ինչ, այդ թվում եւ ցեղասպանությունը, եւ եկեղեցին, եւ արժեքները, ամեն ինչ թիրախավորվեց, ինչու՞։ Որտեղ մարդու մոտ պետք է փոխվեր իր մոտիվացիան, կյանքի իմաստի մոտիվացիան։ Եվ երբ որ փոխվում է եւ նյութն է քո վրա իշխում, ապա հակառակորդի արչև մեր ամրոցի դարպասները ժամանակ բաց է։ Ինչու՞։ Որտեղ հակառակորդը պատրաստ է այս տարածքը վերցնել եւ դրա համար պատրաստ է զոհության, իսկ դու պատրաստ չես։ Ավելին ասեմ, սխալ կադրային քաղաքականություն արվեց, սա էլ պատական չի։ Սա ես որպես արդեն ներքին խոհանոցը շատ լավ գիտեմ։ Հատուկ բերվեցին բարձրագույն հրամկազմում անձինք, որոնք իրենց պաշտոններին զինվորական կրթություններ չունեին։ Ընդ որում դա արվեց նաև քաղաքացիական նախարարություններում։ Ուշադրություն դարձրեք, նույնիսկ այսօր կառավարությունը, երբ որ նայենք, կառավարության անդամները, այսինքն նախարարները, իրենց մասնագիտությամբ ոչ կրթություն են ստացել, ոչ ունեն փորձառություն, ոչ էլ ցույց տված արդյունքներ։ Նույնը արվեց բանակում։ Այսինքն, եթե մենք ուշադիր նայենք եւ գնահատենք, մեզ 18 թվականից Հայաստանում իրագործվում էր մի գործընթաց, որի արդյունքում աստիճանաբար մեր ժողովուրդը, պետական ինստիտուտները ունակ չլինեին մրցակցության ժամանակ հաղթելու։ Եվ դա այդ պարտությունը մարտի դաշտի դա պատական չէր, ինքը հետևանք էր։ Հիմա նույն ձևով փորձ է արվում մեր ժողովրդին տրամադրել, որ կա թվացial խաղաղություն եւ իրենք ջատագով են այդ խաղաղությանը ուրեմն պաշտպանների։ Ես վստահաբար ասեմ ձեզ, մեր Թշնամի պետությունը կոնկրետ խնդիր է դրել մեր երկրի տնտեսությունը ամբողջովին մեր դաշնակցային եւ պայմանագրային հարաբերություններից դուրս դնել։ Պատական չէ, օրինակ Հայաստանը ինտեգրում են Ադրբեջանի էներգետիկ համակարգին։ Կամ մեր էլեկտրաէներգիայի արտադրության 35-40% ատոմականը փորձում են փակել։ Կամ հեծի վերաբերյալ կեցվածքը, երկաթուղու վերաբերյալ կեցվածքը։ Սա ինչի համար է արվում։ Մեր հարևան երկու պետություններին, Թուրքիային եւ Ադրբեջանին, հնարավորություն է ընձեռվում, որպեսզի տնտեսապես իրենք կարողանան Հայաստանում դառնալ գերիշխող, այսինքն տնտեսությունը դառնա իրենց կողմից կառավարվող։ Ավելին ասեմ, եթե վաղը պարզի, որ ռուսական գազը այդքան էլ լավ գազ չի, թեև շատ էժան է եւ ճիշտ ադրբեջանական գազն է,
այդ քայլին էլ կգնան, ուստի եւ սա մի կողմից տնտեսական է, իսկ մյուս կողմից այն որ ես ասում տեղեկատվական պատերազմ պատական չի, որ այսօր մեր եկեղեցին թիրախավորել, որտեղ այդ արժեքների եւ իմաստների կրողն ու պահապանը իրականում մեր եկեղեցին է։ Այնինչ հիմա պայքար գնում է եկեղեցուն, իրականում եկեղեցու միջոցով փորձի արում վերաֆորմատավորել մեր ընկալումները։ Եվ ըստ այդմ ես ասում եմ, որ երաշխավորված խաղաղություն ստեղծելու համար այստեղ այո, ես առաջարկ Հայաստանին հստակ ձևակերպումներ կա, բայց կարծում եմ սա երկրորդ քայլն է։ Առաջին քայլը այս պահին արկա սպառնալիքները կասեցնելն է, իսկ այս սպառնալիքները խիստ գոյութենական են։ Եթե մենք սրա դեմը չարանք, ընդ որում սա արդեն ազգովի առնելու խնդիր է, եթե մեր ժողովուրդը այդ վտանգը զգաց, իդեպ ասեմ ձեզ շատ հետաքրքիր մի զուգահեռ։ Մարդը ինքը կենդանի է, ուղղակի ասում է։ Կենդանական աշխարհը ունի 3 կարևոր բնազդ վտանգը զգալու՝ լսողություն, տեսողություն, հոտառություն, մարդը բանականությունն է։ Օրվա 24 ժամ փորձում են մեր երկրի քաղաքացիները, մեր ժողովուրդը, մեր հասարակության ուղեղները լցնել մի իրականության, որտեղ չկա բացառապես վտանգ։ Եթե վտանգի զգացողությունը մեր մեջից հանվում է, ապա այդ դռները արդեն բաց են, հակառակորդը որ մտավ դիմադրություն չի լինելու։ Այսինքն մենք ունենք այսօր գործնականում կոնկրետ խնդիրներ, նաև մեր երկրի քաղաքացիներին բացատրելու վտանգների մասին, եւ այդ վտանգները իդեպ միավորող գործոն է, ասեմ ձեզ, արտաքին ճշտամին սովորաբար ունի միավորող գործոն։ Վտանգները ճիշտ բացատրենք, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այդ վտանգը զգալով այո միակամություն կլինի եւ պատրաստ կլինենք այդ չեզոքացնելու արկա սպառնալիքները։ Տիկին Վարդանյան, դուք բազմաթիվ նշումներ ունեք նկատել են, բայց նաև խնդրում եմ անդրադառնալ հակադրությունների վրա անվտանգության չհիմնելու թեզին, որը առաջարկ Հայաստանի այս նախագծում ներկայացված էր, որ մեր անվտանգությունը չպետք է հիմնված լինի հակադրությունների վրա եւ քաղաքականություն պետք է լինի եւ պետք է կամ ուժներ լինեն տարբեր աշխարհակաղակական բևեռների հետ եւ չպետք է բարեկամական այն ինչ ունենք չպետք է վտանգել։ Ինչպես է այս խառը աշխարհում, երբ նոր աշխարհակարգ է ձևավորվում, օրինակ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրները երբ ժամանակին կարող էին նստել մի սեղանի շուրջ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկան, արդյոք հիմա այս իրավիճակում եւ աշխարհակարգի փոփոխության այս պայմաններում այդ մարդիկ, այդ երկրները կկարողանան նստել մեկ սեղանի շուրջ։ Արդեն իրենք էլ իրենց անձնական հարցեր ունեն։ Ինչպես իրականություն դարձնել այս ոչ հակադրությունների թեզը։ Աշխարհակաղակական զարգացումները այնպիսին են, որ գոյություն ունեցող միջազգային կարգավորումները եւ նաեւ սովորույթները, որ մինչ այժմ կան, այս պահին բոլորը վերացել են եւ նախկին կարգավորումների վրա հույս դնելը ըստ էության միամտություն է։ Դուք մատնանշեցիք ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը, բայց եկեք ֆիքսենք, որ մենք Ադրբեջանի պահանջով շատ արագ հրաժարվեցինք ԵԱՀԿ Մինսկի ձևաչափից նախաստորագրած պայմանագրի շրջանակներում։ Հետևաբար ակնկալել, որ այդ ֆորմատը որևէ կերպ կենսունակ է լինելու նաև մնացած հարցերում, այո, բայց գիտեք, այստեղ մենք դուք շատ կարևոր խնդրի եք անդրադառնում, երբ խոսքը վերաբերում է չկորցնել ռազմավարական գործընկերների։ Մենք մեզ դրել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ամեն ինչ անում ենք ռազմավարական գործընկերներին մեզանից հեռացնելու համար, դրան զուգահեռ չենք կարողանում իսկապես ձեռք բերել լուրջ գործընկերներ։ Եվ այն SMS-ային բան, հա, WhatsApp-ով SMS կգրեք կամ WhatsApp-ով կզանգեք եւ այլն, դա դեռևս գործընկերության մասին չի խոսում։ Ավելին մի աբսուրդ ձևակերպում արեցին իշխանականները, ասում են դե քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ Թրամփի ճանապարհում տնտեսական շահեր ունեն, դա մեր ինքնիշխանության համար արդեն երաշխիք է։ Այսինքն այսպիսի աբսուրդ պատկերացումներ չի կարող լինել, այսինքն իրենք իրականում չեն պատկերացնում ոչ միայն ողջ աշխարհակաղակական զարգացումը, այլ ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղության ճարտարապետությունը։ Եվ այստեղ այո, ես պետք է համաձայնեմ իմ գործընկերոջ հետ, պետք է խաղաղության համար իսկապես ամուր հենք, եւ դա պետք է լինի գիտելիքահեն։ Եւ խոսելով երաշխավորված խաղաղության մասին, պետք է նշեմ, որ այստեղ նստած բանախոսներից յուրաքանչյուրը այլընտրանքային նախագծեր խմբի կողմից հայկական օրակարգ ծրագրի շրջանակներում բանախոս է եղել, եւ այդ հարթակը եղել է նաեւ նրա համար, որ մտածող մարդիկ, մտածող միավորները եւ նրանց ներկայացուցիչները կարողանան գաղափարներ գեներացնել եւ այս ծրագիրը նաև
երաշխավորված խաղաղությանը վերաբերող եւ ընդհանրապես ծրագիրը, որ ներկայացվում է, ըստ էության շատ համահունչ է դրան, որ գաղափարները չեն կորչվում։ Այսինքն 2 տարի շարունակ այս մարդկանց եւ այլ բազմաթիվ մեր մտածող մարդկանց կողմից առաջ քաշված գաղափարները ըստ էության ի վերջո գեներացվեցին մեկ ծրագրի մեջ եւ ընդհանրապես շատերը կարծում եմ հենց դա էլ կարեւորում են, որ Ծառուկյանը չի ասում մենակ ես կարող եմ, ինքը ասում է, որ դրա համար անհրաժեշտ են գաղափարներ եւ այդ գաղափարներով պետք է լցնի եւ այո, մեկը չի կարող դա լուծել, դրա համար պետք է ընդհանուր համախմբում։ Հիմա այդ համախմբումը իրատեսական որքանով եք համարում, կամ երբ ասում ենք, որ այդ պարակտվածությունը կամ սվիններով միմյանց հասցեին խոսակցությունները պետք է նվազեցնել, անցնել մեկ քայլ առաջ եւ այլն, ինչպես դա անել։ Իրականում կան շատ օրակարգային խնդիրներ, որոնց շուրջ ընդդիմությունը իհարկե կարող է միավորվել։ Մենք սովորաբար, երբ խոսում ենք համախմբան մասին, մի քիչ բան ենք, շատ պարզունակ ենք դա պատկերացնում, բայց համախմբում կարելի է իրականացնել տարբեր առանցքային հարցերի շուրջ եւ այդ առանցքային հարցերի շուրջ համախմբման արդյունքում ստանալ իսկապես տեսանելի արդյունքներ։ Տեսեք, մենք քիչ առաջ տեսանք մեր հասարակության տարբեր ներկայացուցիչների եւ ըստ էության իրենք խոսում էին խաղաղության մասին պարզ միգուցե ձևակերպումներով, բայց ասում էին այն, ինչ որ մենք այստեղ նստած 1 ժամ քննարկում ենք։ Այսինքն իրենք խոսում էին բալանսի մասին, իրենք խոսում էին երաշխիքների մասին, որովհետև շատ պարզ մի բան է, հա, եթե չկա երաշխիքներ, Ալիևը ցանկացած պահի կարող է որոշել, որ այս չպատերազմի վիճակը իրեն չի բավարարում եւ հարցերը պետք է պատերազմով լուծել։ Եվ հետեւաբար այդ բնազդից զրկելը, բնազդը վերացնելը, այո, հղի է որոշակի ռիսկերով։ Հետեւաբար մեր հասարակությունը իրականում շատ հասուն է, մենք շատ հաճախ դա ճիշտ չենք գնահատում եւ միգուցե պարզունակ ձևակերպումներով, բայց ասում է այն, ինչ իրականում գոյություն ունի։ Եվ դրանց հետ կապված իրենց ձևակերպումների հետ կապված եւս մի բան, որ մարդկանց հնարավոր չի եղել խաբել։ 21 թվականին միգուցե մարդիկ խաբվեցին, որովհետեւ այս իշխանությունները իրենց հետպատերազմյան ժամանակաշրջան էր, իրենց բացատրություններն ունեն եւ այլն, բայց 21 թվականին այս իշխանությունները իսկապես խաբեցին հասարակությանը։ Իրենք լրիվ ուրիշ խոստումներով մտան մարդկանց տները եւ բոլորովին այլ կառավարության ծրագրում Արցախի մասին բազմաթիվ կետեր կան եւ ոչ մի կետ չի վերաբերում նրան, որ Արցախը չի։ Ըստ էության իրենց ձևակերպումը հետեւյալն էր՝ պահելով Արցախը, պահում ենք Հայաստանը։ Հետո մի պահ պարզ դարձավ, որ Արցախից ազատվելով ըստ էության փրկել են Հայաստանը։ Եվ այդ խաբելը, հա, խաբելու արդյունքում ձևավորված իշխանությունը փաստորեն մեր հասարակությանը դրել է այնպիսի իրավիճակում, որ իրենք են զտում ճշմարտությունը ստից եւ այս ընտրությունների ժամանակ հենց ամենակարևոր խնդիրը հենց դա պետք է լինել ազնիվ մարդկանց հետ, լինել ազնիվ, տալ քաղաքական բովանդակություն եւ քաղաքական գաղափարներ եւ այդ գաղափարների արդյունքում հնարավորություն տալ վերջիններից որոշել իրենց ապագան, որովհետեւ մենք շատ կարևոր խնդիր ունենք նաեւ մեր քաղաքացիներին բացատրելու, որ այս ընտրությունը իրականում չպատերազմի վիճակի եւ խաղաղության միջև ընտրություն է, որովհետեւ Ալիևը եթե երկրի ղեկավարին պիտակավորումներ է տալիս, նույնիսկ իմ արժանապատվությունը թույլ չի տալիս կրկնել այն պիտակավորումները, որ ինքը հնչեցրել է իմ երկրի ղեկավարի նկատմամբ, այդ երկրի ղեկավարի հետ լուրջ բանակցություններ վարել հնարավոր չէ։ Չես կարող էլի մարդուն ստորացնել, հետո այդ ստորացված մարդու հետ նստել եւ բանակցել այդ երկրի ճակատագիրը եւ ապագան։ Եվ դա է պատճառը, որ այսօրվա մեր խաղաղությունը միայն զիջումների արդյունքում ձեռք բերված ինչ որ համաձայնություն է։ Այդպես խաղաղություն չի լինում։ Այդպես խաղաղություն չի լինում։ Եւ երկրորդը, խաղաղությունը իսկապես պետք է ունենա երաշխիքներ։ Դրանք պետք է լինեն ներքին երաշխիքներ եւ արտաքին երաշխիքներ։ Ներքին երաշխիքները թվարկեցի դրանք հանրային համերաշխությունից սկսած տնտեսական կայունությունով եւ սոցիալական ու նաեւ իրավական անվտանգության այս համատեքստում ստեղծված երաշխիքներն են։ Արտաքին երաշխիքների համար պետք են բանակցողներ, պետք է լուրջ դիվանագիտական աշխատանք։ Իսկ մեր դիվանագիտական աշխատանքի արդյունքում կամ հետևանքով նույնիսկ այդ նախաստորագրած պայմանագրի այսպես հիմքում չի դրվել գերիների վերադարձի հարցը։
այդպես խաղաղություն չեն բանակցում, այդպես նախապայմաններով խաղաղություն չի լինում։ Մենք չանդրադարձանք սահմանադրության փոփոխության պահանջին։ Եվ գիտենք, որ այսօր իշխանությունները շատ ինտենսիվ նստած աշխատում են հենց սահմանադրության, ոչ թե փոփոխության, այլ նոր սահմանադրության տեքստի մշակման վրա, որովհետև իրենց պետք է ազատվել այն ձևակերպումներից, որ պահանջում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Դա խաղաղություն չէ։ Ես եթե կարելի մի ուղղակի հավելում անեմ, նաեւ հասարակության, թե ինչպես կարող է հասարակությունը կոպիտ ասած ինքը իրեն ստուգել, արդյոք այս հրամցվածը իրական խաղաղություն է, վստահելի է, թե ոչ։ Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի։ Եթե խաղաղություն է լինում, առնվազն պետք է երկու կողմի միջև լինի, կա լինի երկու անհատի միջև, երկու պետության միջև, երկու ֆիրմաների միջև, այնուամենայնիվ երկու կողմ։ Հիմա մեր հասարակությունը հանգիստ կարող է տեսնել, որ այս կողմը իշխանական, Հայաստանի իշխանական կողմը անընդհատ ամենօրյա ռեժիմով գովազդում է, որ արդեն խաղաղությունը եկել է։ Հիմա պետք է նայենք մյուս կողմը ինչ է անում։ Ադրբեջանը ինչ է անում։ Պետք չի լինել մասնագետ, կարող են մեր հասարակության ցանկացած ներկայացուցիչ նայել պաշտոնական հռետորաբանությունը։ Ալիևը մի քանի օր առաջվա օրինակը բերեմ, ասում է մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից։ Այսինքն եթե դու արդեն խաղաղություն ես հաստատել, Թրամփը ասեց երկուսը ոտքի կանգնեք, ձեռք սեղմեք, բայց ինչ թշնամի բառ ես ասում։ Այսինքն դու դեռ մտածում ես, չէ՞ որ թշնամի է եւ դա արտահայտում ես։ Թշնամուն վտարեցինք մեր հողերից, իրենց հողերից եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն գերիների։ Այո, Վենսի շատ հստակ պատասխանեց։ Նախ ասեց, որ չենք դիտարկում համաներումը, այսինքն մերժում ենք Թրամփին եւ զուգահեռը Նյուրնբերգյան դատավարությունները։ Եվ ինչու մեղադրեց նրանց։ Մեղադրեց, ասեց նացիստներից ավելի վատ մեղքեր են գործել։ Այսինքն դեռ շարունակում է այդ ատելությունը, որ գիտեք Բաքվի բանտում նստած այդ մարդիկ, նրանք նացիստներից, այսինքն հարգելի հասարակություն, ասում է որ Բակո Սահակյանը ավելի վատն է, քան Հիտլերը։ Հիմա այդ մարդը դուք պատկերացնում եք, որ խաղաղության է տրամադրված, երբ որ Բակո Սահակյանը ասում են Հիտլերից վատ։ Այդ մարդը ասում է սենց ու ասում է ես պատրաստ եմ խաղաղության, հետեւաբար սա սուտ է, սա իշխանության ինքնախապկանքն է։ Եվ եթե իրենք պրոֆեսիոնալիզմից հեռու են, հետեւաբար չեն էլ կարողանում այդ խաղաղության այն մինիմալ, այսպես ասած, ընկալումները այդ բանակցությունների ժամանակ առաջ տանել, որ իրենց գոնե հրաժարվի Ալիև, գոնե հրաժարվի ատելության խոսույթից, գոնե գերիների ազատման հարցը դի եւ նմանատիպ գոնե մինիմալ ինչ-որ բաներ, թե չէ, ասենք եգիպտացորեն ուտելով ասելով, որ արդեն խաղաղություն է, դա ինքնախապկանքից վերան է, այսինքն իրենք գնում են մի քանի կիլոմետր ենկոմ պատերազմ է ամերիկան ռմբակոծում է Իրանին, իրանք բան են ուտում, կարկանդատ են ուտում։ Դե գուցե դրա մեջ մեսիջ են դրել, որ տեսեք հարգելի ընտրողներ։ Ամեն ինչ լավ է։ Այսինքն Թրամփին էլ կներեք, Թրամփին էլ ներկայացնում են որպես խաղաղարար, այսինքն ամենաչակերտավոր խաղաղարար նախաբանն է, Ամերիկայի նախագահն է, այսպես թարս հակախաղաղարար նախագահն է, որը հիմա այս պահին հրահրել է ըստ էության մեծագույն ռազմական մի ագրեսիա եւ հավակնում է Նոբելյան տապնեկի դառնալու երևի այսպես Նոբելյան մրցանակը հակառակ պետք է տան որպես իսկական խաղաղություն։ Այսինքն հիմա իրենց հղումը, որ արվում է, տեսեք Թրամփը խաղաղություն է հաստատում, հիմա հասարակություն կարող տեսնել, տեսեք Թրամփը պատերազմ է անում հենց այս պահին։ Պարոն Սուրենյան, կարճ լրացում անեմ, իրականում հակահետախուզության ծառայությունը այդպես է կոչվում, հա, եթե սխալ չեմ։ Արտաքին հակահետախուզություն։ Այո, Քրիստինե Գրիգորյանի զեկույցում նշում են արևելքում զարգացումների եւ հատկապես Իրանի հետ կապված զարգացումները լրջագույն ռիսկեր կարող են ստեղծել նաեւ Հայաստանի համար։ Կառավարության ներկայացուցիչը ասում է, այս ամեն ինչը Հայաստանի համար ոչ մի ռիսկեր չի ստեղծում, գնանք մեր եգիպտացորենը շարունակենք ուտել։ Հասկանում եք, նույնիսկ իրենց համակարգից տեղյակ չեն, այսինքն այնքան կազմալուծված է պետական համակարգը, որ մեկի ասածը մյուսի ասածի հետ ընդհանրապես կապ չունի։ Դե գոնե այն համակարգը նորմալ աշխատում է ըստ էության։ Դրա մեջ նաև այլ խորամանկություն կա, այսպես ասած, լայն զանգվածներին չհասցնել հնարավորինս
քիչ կամ հասցնել, որ մեզ եւս վտանգ է սպառնում եւ այդ զեկույցը թողնել որպես փաստաթուղթ, իսկ բանավոր խոսքում հղել, որ մեզ չի վերաբերում, մենք զբաղվենք մեր ներքին գործերով։ Եվ այդտեղ պետք է մտածի հակառակն է։ Դա այս կարծում ավելի շատ ինքնախապկանք է։ Ինքնախապկանք, հա։ Ոչ թե կազմալուծված համակարգը։ Իրենք չեն ուզում տեսնել եւ ընդհանրապես չեն ուզում հայտնել այդ մասին։ Ընդդիմախոսներին ինչ են ասում են դուք ինչ ուզում եք Հայաստան ներգրավել պատերազմում։ Իսկ այդ դեպքում մեր տարածաշրջանում որ պետությունն է ներգրաված, Վրաստանը, Ադրբեջանը, հա, ներգրաված, այսինքն այդ նույնիսկ ձևակերպումները իրենց աբսուրդի են հասնում։ Եվ կարևոր է որպեսզի մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կարողանա զատել աբսուրդը, իրական ռիսկերը եւ իրական իրավիճակը։ Եվ այս նոտայի վրա անցնենք առաջարկներին։ Առաջարկները արդեն ասվել են։ Արձանագրել եք։ Իհարկե։ Հասարակության համերաշխություն, եթե ինչ-որ մի բան տեսնեք, որ պետք է ավելացնել, տեղում կավելացնենք։ Ստրատեգիական պլանավորում, արդյունավետ կառավարում, իրավիճակի գնահատում, երկարաժամկետ տեսլական, քաղաքական պատասխանատվություն, բալանսի վերականգնում, տնտեսական անկախություն, առկա սպառնալիքների կասեցում, լինել ազնիվ քաղաքացիների հետ եւ արտաքին երաշխիքներ։ Աղվանստանի պատերազմի նախորյակին, այսինքն երբ որ սկսվելու էր Աղվանստանի պատերազմը, խորհրդային ղեկավարությունը դիմել էր գիտությանը, կոնկրետ արևելագիտությանը, խնդրելով տալ եզրակացություն, սկսել պատերազմը թե ոչ։ Գիտության եզրակացությունը եղել էր չսկսել եւ բերել են հիմնավորումներ, սկսած Աղվանստանում ապրող ցեղերի սովորութային համակարգից, վերջացրած այլ հարցերով։ Ի վերջո գիտությունը ճիշտ էր, պատերազմը սկսողները սխալ էին։ Ենթադրում եմ, որ հիմա նույնպես ամերիկյան այսպես հասարակության մեջ կա վեճ Իրանի հանդեպ պատերազմը սկսելու եւ գիտնականների մի հատված այդ թվում մերձավոր արևելքի մասնագետների կրկին բացասական դիրքորոշում են տալիս, որ պետք չէր սկսել Իրանի հանդեպ այս ծավալի ռազմական ագրեսիան, որովհետեւ այն կարող է բերել բավական բացասական հետևանքների ԱՄՆ-ի համար։ Այսինքն, երբ որ գիտությունը եւ պետական կառավարումը իրարից հեռանում են, առաջ է գալիս ահա այսպիսի ձախողումներ։ Հետեւաբար այդ ձևակերպման մեջ, որ գիտելիքահեն ասելով, որ քաղաքականությունը հենված լինի կոնկրետ այսպես փաստերի ուսումնասիրությունների։ Այո, ըստ էության պարոն Մելքոնյանը նոր ասեց, որ Ամերիկայում այդ գիտական դիսկուրսը կարա լինի նույնիսկ այդ ֆունդամենտալ վեճը։ Ես ուզում եմ մեր հասարակությունն էլ հասկանա, որ մեր առաջիկա էլեկտորալ պրոցեսը ըստ էության 90-ականներից հետո առաջին անգամ թերևս քաղաքակրթական հակադրության մասին է։ Մենք քաղաքակրթական ընտրություն կատարելու հրամայականի առաջ ենք։ Ճիշտ է, 30 քանի տարվա պետության համար մի քիչ անսովոր բան եմ ասում, բայց մենք հասել ենք այդ հանգրվանի, որ քաղաքակրթական ընտրություն պետք է անենք։ Ըստ էության առաջիկա ընտրությունները սեպտեմբերի 21-ի խորհուրդը վերահաստատելու կամ դրանից հրաժարվելու մասին է։ Ժիրինովսկու տարբեր կանխատեսումները օրով նույնիսկ տեղի են ունեցել։ Մեր հասարակությունը կարող է նայել Ժիրինովսկու այդ տեսությունները, հետո պաուզա տալ եւ հիշել Ժիրինովսկին գիտնական էր, թուրքագետ էր, արևելագետ էր։ Ժիրինովսկու ասածները ճիշտ դուրս եկան, թե Ժիրինովսկուն ժամանակակից մյուս այլ քաղաքական։ Մի խոսքով դուք լրագրողներին դեմ եք, պարոն Մելքոնյան, որովհետև եթե մենք դա վերածում ենք հայկական մոդելի, ստացվում է, որ լրագրողները ինչ էին ասում եւ հիմա ինչ պատկեր ունենք։ 5 տարի տարվա պատմություն եմ ասում։ Կարևորն է, որ գիտական հենքի վրա էր ասում։ Այո, չէ, ես ուղղակի օրինակ եմ բերում, որ գիտական հենքի վրա ասվածը ինչպես է իրականացվում։ Ես կարծում եմ, որ նաև պետք է հոգեբանական ինչ-որ բան կոտրել մեր հասարակության մեջ, որովհետև տարբեր ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում ոչ միայն աշխատանքային անզորության ինչ-որ մի շղարշ է պատել մեզ, որտեղ մենք ինչու պետք է մեզ համար երաշխավորեն խաղաղությունը, ինչու պետք մենք աշխարհին չափազանց շատ բան ունենք տալու, չափազանց լավ երկիր ենք, չափազանց լավ հասարակություն ենք, քաղաքական էլիտաներն են, որ երբեմն սխալվում են, հասարակությունները չեն սխալվում եւ պետք է հոգեբանական ինչ-որ մի գնահատական կամ ինչ-որ մի բան անել, որ այդ
կոտրված, ոչինչ չունեցող, անճար հոգեբանական վիճակից Խեղճությունը հաղթահարել։ խեղճությունը, այո, հաղթահարել եւ այդ տեսլականը եւս մենք խեղճ չենք, առաջարկ Հայաստանի ծրագրում կա եւ Գագիկ Ծառուկյանը դրան անդրադարձել է։ Կարծում եմ սա կարևոր գործոն է, որպեսզի մարդը հասկանա, որ ինքը որ մեզանից ոչինչ կախված չի։ Իրականում վերջին տարիներին հենց այդպես ներշնչվել է եւ նաեւ 2020 թվականի հատկապես պարտությունից հետո, որ այս հասարակությունը որևէ բանի ունակ չի, այս հասարակությունը ըստ էության այո խեղճ է եւ սովորաբար հենց այդպիսի հասարակությունների ճակերտներում, հա, բուժման գործընթացը սկսում է քաղաքական էլիտաներից։ Քանի դեռ սա է քաղաքական էլիտան մեր, այսինքն այս իշխանությունը հասարակությանը բուժելու գործընթացը շատ ցավոտ ու դժվար է լինելու, բայց ես վստահ եմ, որ այլ էլիտաների պարագայում այդ process-ը շատ արագ է գնալու։ Վերականգնողական։ Լսում ենք արհեստական բանականության գնահատականը։ Հայաստանի համար երաշխավորված եւ տևական խաղաղության հասնելը բազմաշերտ գործընթաց է, որը պահանջում է ինչպես ներքին բարեփոխումներ, այնպես էլ արտաքին ճկուն քաղաքականություն։ Ահա այն հիմնական սյուները, որոնք մասնագետները սովորաբար առանձնացնում են որպես կայունության երաշխիք։ Խաղաղությունը հաճախ հիմնված է զսպման սկզբունքի վրա։ Երբ պետությունն ունակ է պաշտպանվել, հարձակման գինը հակառակորդի համար դառնում է անընդունելի բարձր։ Բանակի արդիականացում, տեխնոլոգիական վերազինում, անօթաչու թռչող սարքերի համակարգերի զարգացում եւ կառավարման ժամանակակից մոդելների ներդրում։ Պաշտպանական արդյունաբերություն, սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը նվազեցնում է կախվածությունը արտաքին մատակարարումներից։ Միայն մեկ կենտրոնից կախված լինելը ռիսկային է։ Հայաստանին անհրաժեշտ է արտաքին կապերի ընդլայնում, հարաբերությունների խորացում թե ավանդական, թե նոր գործընկերների հետ, ԵՄԱ, ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա եւ այլն, տարածաշրջանային ներգրավվածություն, ակտիվ աշխատանք հարևանների, Վրաստան, Իրան հետ, ընդհանուր անվտանգային շահեր ձևավորելու համար։ Հզոր տնտեսությունը խաղաղության ամենակարևոր հիմքերից է։ Եթե երկիրը դառնում է միջազգային ներդրումների եւ լոգիստիկ ծրագրերի հանգույց, աշխարհի խոշոր խաղացողները շահագրգռված են լինում տվյալ տարածաշրջանի կայունությամբ։ Տրանսպորտային ուղիների բացումը կարող է ստեղծել տնտեսական փոխկախվածություն, որը նվազեցնում է պատերազմի հավանականությունը։ Միջազգայինորեն ճանաչված սահմանների հստակեցումը նվազեցնում է սահմանային միջադեպերի իրավական հիմքերը։ Պետական ինստիտուտների հզորացում, ժողովրդավարական եւ արդյունավետ գործող պետական ապարատը ավելի դիմաց կունե ներքին եւ արտաքին ցնցումների նկատմամբ։ Ռազմավարական մտածողություն, հասարակության պատրաստվածությունը եւ իրավիճակի սթափ գնահատումը թույլ են տալիս խուսափել պոպուլիզմից եւ կայացնել բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ։ Ամփոփելով, խաղաղությունը ոչ թե պատերազմի բացակայությունն է, այլ պետության այնպիսի վիճակ է, երբ նրա հետ հաշվի նստելը ավելի շահավետ է, քան նրա վրա հարձակվելը։ Կարծում եմ համաձայն ենք։ Վերջին բանականությունը լսել այս հաղորդումը, մինչև հեռարձակվել է։ Արհեստական բանականության բանաձևերը ընդ որում կար նաև հայտնեց կառավարության։ Բայց հիշենք, որ արհեստական բանականությունը դեռևս ընտրություններին չի մասնակցում։ Շնորհակալություն բարեկամներ։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ ծնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։